Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին Սեդրակ Քոչարյանը, նաև հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։ Ըստ հաղորդագրության քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում նվիրատվությամբ։ Այսպես, Աճարյան և Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8,3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն 657 հազար դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է Play City ժամանցային կենտրոնը, իսկ 2 տարի անց 2004 թվականի նոյեմբերի 15-ին գույքի սեփականատեր Fast Card ընկերության 50% բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հեկտար հողամասը ձեռք է բերվել 39 միլիոն 630 հազար դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 միլիարդ 741 միլիոն 931 հազար դրամով։ Եռասպասարկում ՊՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 միլիոն դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331 միլիոն 800 հազար դրամ շուկայական արժեքով 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու 2 ավտոկայանատեղիները ձևական առքուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։ Գեղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83 միլիոն 669 հազար դրամով, իսկ համալիրի սեփականատեր Art Build ընկերության 50% բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առքուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց Պոակին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7 կոտորակ 1 հասցեի 29,000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինությունը ձեռք են բերվել 12 միլիոն 267 հազար դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է Orange Fitness Premium ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50% բաժնեմասը 2009 թվականին